Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Թադևոսյան։ Շատ ուրախ եմ ժամանակ եք գտել եւ ձեր ժամանակը տրամադրում եք մեզ։ Շնորհակալ եմ։ Ես իմացել եմ, որ ԵՊՀ-ի թանգարանում խոսել եք 20-ից 30-ականների խորհրդարանացման հետևանքում ձևակերպում այսպես է ձեր ուրեմն ելույթի հետևանքում Հայաստանում այսպես ասած սովետական նոր մարդու ձևավորման եւ մեր ինքնության վրա դրա թողած հետևանքների մասին այսպիսի բանախոսությամբ եք հանդես եկել, թեման ինձ շատ հետաքրքրեց, կուզենայի մեր լսարանին եւս հնարավորություն տալ լսելու ձեր տեսակետները, քանի որ ես գիտեմ մեծ հետազոտական աշխատանք եք կատարել, իսկ ինչու հետաքրքրեց, որովհետեւ հիմա էլ են կարծես թե խոսում նոր մարդու ձևավորման մասին։ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին եւ խոսում է, որ այդ 4-րդ հանրապետությունում պետք է լինի այդ ենթատեքստում նա խոսում է էլի նորից նոր մարդու ձևավորման մասին։ Եվ այսպես ես ձեզ կխնդրեմ շատ իհարկե ծավալում ենք այդքան շատ հնարավորություն չունենք ժամանակի առումով, բայց կարևորը դուք ուրվագծել եք այդ թեման նոր մարդու ձևավորման այդ 20-30-ական թվականներն էին 1900 եւ մեր ինքնության վրա դրա թողած հետևանքների մասին եւ կարևորը այսօր մենք դեռ շարունակում ենք այդ 20-ից 30-ականներին ձևավորված նոր մարդու այսպես չգիտեմ մտածելակերպի մեջ այդ նոր մարդն ենք մենք դեռ արդեն այսինքն արդեն չէ դեռ մենք այդ նոր մարդն ենք Շնորհակալություն Նախ երկու բառ այդ մասին թե ինչպես ես գնացի դեպի 1920-30-ական թվականները, որովհետև իմ հիմնական հետազոտական հետաքրքրությունների դաշտը ուշ սովետական շրջանն է, այսինքն 1950-ից հետո, ստալինիզմից հետո ընկած շրջանն է եւ հետխորհրդային փոխակերպումները մեր հասարակության, բայց երբ որ 50-80-ականներին նվիրված մի բավական ծավալուն հետազոտություն իրականացրեցինք էլի ԵՊՀ-ի թանգարանի հետ համագործակցաբար հասկացանք մի բան, որ շատ բաներ, որոնք որ այդ շրջանին վերաբերվում են, ունեն արմատներ եւ մենք ուզենք թե չուզենք պետք է գնանք եւս մեկ ժամանակաշրջան ներքև, այսինքն դեպի Հայաստանի այսպես կոչված խորհրդայնացում։ Եվ իրականացրեցի ես հիմնականում ես զբաղվում հետազոտական աշխատանքով եւ բավական նաեւ այդպես ինձ հետազոտական ու թանգարանային ցուցադրության մեջ օգնում է Տաթևիկ Սարոյանը, թանգարանի տնօրենը ԵՊՀ եւ արխիվային Հայաստանի ազգային արխիվի նյութերին ստիպված պետք է այդպես կրկրեի եւ բավական շատ նյութեր է ծանոթացան ժամանակաշրջանի մամուլի հետ 20-30-ական թվականների եւ դրա իման վրա փորձեցի ես վերլուծել այդ բոլոր նյութերը եւ խնդիրը ոչ թե պատմագիտական վերլուծություն էր, այլ մարդաբանական վերլուծություն, այսինքն ինչ է տեղի ունեցել մեր հասարակության մտածողության հետ, կառուցվածքը ինչպես է փոխվել, մարդկանց աշխարհայացքային ու արժեքային մոտեցումներն ինչ հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ ասեմ ձեզ միանգամից, որ հասարակության արմատական կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, ինչ նկատի ունեմ, երբ որ խորհրդային, այսպես ասած, Հայաստանը խորհրդայնացվեց, բոլորս գիտենք այդ հայտնի բանը չէ հայ հեղկոմի հայտարարությունը, որ ապստամբները հայ պրոլետարները, թե աշխատավորների ապստամբության այդ բանով տեղի ունեցավ, բանը Հայաստանը հայտարարում է խորհրդային եւ այլ Խնդիրն այն է, որ երբ որ բոլշևիկները եկան Հայաստան, Հայաստանից իրենք այդ հայ հեղկոմը նույնպես դրսում է ստեղծվել, գիտեք, դա Բաքվում է ստեղծվել, եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես Հայաստանի ծնունդ չէր, ինքը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ենթակա կառույց էր, այսպես ասած, ինքնուրույն կառույց չէր։ Պարզվեց, որ պրոլետարական հեղափոխություն է տեղի ունեցել, բայց Հայաստանում պրոլետարիատ չկա։
այսինքն Դա աշխատավորներն էին, ճիշտ է։ հա, այսինքն Աշխատավոր դասակարգ։ բնակչության շուրջ 90%-ը գյուղացիներ էին։ Եվ խնդիր դրվեց բնակչության, որպեսզի այդ դասակարգային պայքարը հնարավոր լինի, գիտեք, բոլշևիկները բերում էին ամեն ինչ դասակարգային պայքարի, իրենք պետք է հասարակությունը պարակտեին, այսինքն ստեղծեին այդ երկու տարբեր իրար չհանդուրժող դասակարգեր այդ շահագործողներին եւ շահագործողներին։ Ռազմական կոմունիզմ բուրժուազիա եւ որ իդեպ էլի Հայաստանում չկար բուրժուազիա, թե կար։ Դե գիտեք ոնց հենց այդ է խնդիրը, որ բոլոր այն մարդիկ այդ ռազմական կոմունիզմ կոչվածը, որ մի քանի ամիս տևեց Հայաստանում, եւ որի գլխավոր բաղադրիչը դա Պարեն մասնատվում կոչվածն էր, իսկ ինչի համար ինչ է դա իրենց ներկայացնում, դա բնակչության այսպես ասած համարյա ամբողջ բնակչությունը գյուղացիական էր, մթերքի, Պարենամթերքի բանն էր, բռնագրավումն էր։ Այսինքն կամավոր պետք է հանձնեն, եթե կամավոր չէին հանձնում բռնագրավում։ Իսկ գիտեք այդ ժամանակ Հայաստանը համարյա այսպես սոյ վիճակ էր, ամենտեղ սնունդը շատ կարևոր բան էր, հա։ Եվ մարդկանց տրվել էր իրավունք պահել իրենց ամենանվազագույնը, մնացած պետք է հանձնեին։ Ով չէր հանձնում, բռնագրավում էին։ Եվ տեսեք այդտեղ էր, որ այդ բանը ստեղծվեց, էլի բուրժուական դասակարգը, բոլոր նրանք, ովքեր որ քիչ թե շատ ուզում էին իրենց սեփականությունից չզրկվեին, իսկ բռնագրավում էին նույնիսկ սերնացու, նույնիսկ կատնատու անասունները, եւ դա ոչ թե ասենք բոլշևիկների հակառակորդ, այսպես ասած քաղաքական ուժերն են վկայում, ասենք օրինակ Սիմոն Վրացյանը ունի վկայություններ, բայց ասենք Վրացյանը, որպեսզի ասենք այդ արմատական անդիմություն չէ, այսօրվա տերմինոլոգիայով կարող է եւ իրավիճակը այսպես մի քիչ սուր գույներով ներկայացնի, հենց իրենք բոլշևիկներն էլ էին այդ մասին խոսում, ասենք երբ որ Ասքանազ Մռավյանը, Մյասնիկյանը, Կասյանը, այսինքն իրենց են կորիզը, որը որ այդ պահին Հայաստանում, այսպես ասած, կառավարչական աշխատանք է իրականացնում, իրենք էլ էին խոսում, որ այս ձևը սխալ է, հա, պետքա մենք անցումային ձև ընտրենք, եւ այդ ժամանակ երկու թև առաջացավ այս բոլշևիկների մեջ Հայաստանի, ծայրահեղականների եւ չափավորականների։ Չափավորականները այսպես կոչված ավագ սերունդն էր, այդ հենց հայհեղկոմի համարյա բոլոր անդամները չափավորականների մեջ էին, հա, եւ կային այսպես երիտասարդներ, ծայրահեղականներ, որոնք որ ամեն ինչը որ տեսեք այստեղ է այդ բանալին, էլի, ինչը որ կապվում էր անցյալի հետ, դա համարվում էր բուրժուական։ Այդ թվում ընտանիքը, այդ թվում սեփականության այդ մանր մունր ձևերը, որ մարդիկ դիմադրում էին, դրանք բոլորը մանր բուրժուաներ ու բուրժուաներ էին հայտարարում։ Կուլակներ, կուլակը Կուլակը սկսեց այդ շրջանում օգտագործել, բայց իրականում այդ հզոր ալիքը կուլակաթափության եղավ 29 թվականից, երբ որ կոլեկտիվացումը հայտարարվեց։ Արդեն ավելի 30-ին մոտ, հա։ Որպեսզի պարզ լինի, այս փուլը 20-ից 32 թիվը, 34 լավ ասենք, այն հիմնական ժամանակաշրջանն էր, երբ որ ձևավորվեց այդ նոր մարդ կոչվածը եւ փոխվեց մեր ինքնությունը։ Ես հիմա կասեմ ինչ էր վերջին հաշվով այդ նոր մարդ կոչվածը։ Դա 3 փուլի կարելի է բաժանել։ Առաջին փուլը շատ կարճ տևեց, մինչև 20 թվից վերջից դեկտեմբերից մինչև 21 թվի ապրիլ-մայիսը, դա ռազմական կոմունիզմ կոչվածն էր այդ նշածս բանը։ Հետո եկավ նոր տնտեսական քաղաքականություն, երբ որ այս ավագ սերնդի բոլշևիկները հաղթեցին այդ ծայրահեղականներին եւ իրենք հաղթեցին ներկուսակցական պայքարում, այսինքն Մոսկվայից եկավ վրահանք, որ պետքա նախընտրելի անցումային տարբերակը եւ փափուկ տարբերակը, որովհետեւ Ռուսաստանը արդեն ընդունել էր նոր տնտեսական քաղաքականությունը, որի հիմնական միտքն էր, որ այդ Պարեն մասնատրումից, այսինքն բռնի ուժով Պարենը բռնագրավելուց բնակչությունից պետք է հրաժարվել եւ պետքա թույլ տալ, որ մարդիկ մասնավոր, այսպես ասած, ոչ շատ խոշոր բիզնեսով, բայց մասնավոր, այսպես ասած, կարգով զբաղվեն, տնտեսություն վարեն եւ հարկեր տան։ Այդ նեպն է։ Դա նեպն է, որը տևեց մինչև 27 թիվը, այսպես ասած, 27-ից հետո այդ մի 2 տարի այսպես անցումային շրջան էր, որից հետո հայտարարվեց ինդուստրիալիզացիա եւ կոլեկտիվիզացիա, սա երրորդ փուլն է արդեն։ Հա, սրանք իրարից արմատականորեն տարբերվող 3 փուլեր են։ Ինչի համար, որովհետեւ
Երբ որ ես ռազմական կոմունիզմի շրջանում այդ ծայրահեղ քայլերից մի փոքր հետ կանգնեցին, որոշեցին զուտ տնտեսական առում, այսինքն թույլատրվեց մարդկանց տնտեսություն վարել, մասնավոր տնտեսություն, իսկ այդ 4 ամսում մասնավոր տնտեսություն դիմադրելու համար իրենց, այսպես ասած, ունեցած վերջին կտոր հացը հանձնելուց, ընդհանուր մինչև կարող էին մարդուն մահապատժի ենթարկել տեղում, կար այդ ամիսներին այդ բանը, բայց լավ է դա կարճ տևեց, բայց ինչի բերեց սա բերեց նրան, որ հասարակության մեջ նույնիսկ նեպի տարիներին, որ թվում է այսպես մի փոքր բանա, հետ քայլա։ Նեպը երիտասարդ մեր ընկերներին բացատրենք, որ դա նոր տնտեսական քաղաքականությունն էր, որտեղ որ սովետական կառավարությունը, կոմունիստական ղեկավարությունը որոշեց Լենինի գլխավորությամբ որոշեցին, որ պետք է թույլ տան, որ մարդիկ զբաղվեն մասնավոր ձեռներեցությամբ, այսինքն փոքր խանութ ունենան, կարող են որոշ աշխարհություն անել եւ այլ, այսինքն իրենց հողակտորը ունենան եւ դրա համար չգնդակահարվեն, եւ դրա համար այո, իրենք չեն ենթարկվում պատժի, որովհետեւ մինչ այդ պատժում էին, եւ շնորհիվ դրա այդ սովի վիճակը խորհրդային ամբողջ միությունը Ռուսաստանում եւ Հայաստանում հաղթահարվեց։ Նեպը տվեց արդյունքներ, բնականաբար տնտեսական աճ տեղի ունեցավ, վիճակը փոխվեց, նաեւ բայց նեպի տարիներին Լենինը մի բան ասում է մենք տնտեսության ոլորտում նահանջ ենք անում, իրենք նահանջ էին սա ասում, բայց քաղաքական ոլորտում չպետք է հանգարց նահանջանենք, որովհետև դա կարող է մեր թշնամիներ, իրենք բոլոր այլ կերպ մտածող մարդկանց ասում էին թշնամիներ, հա։ Մեր թշնամիները եւ հակառակորդները, իրենք հակառակորդ շատ թշնամուկ այդ իմաստով էին օգտագործում, կարող են դրանից ոգևորվել, հա, եւ խորհրդային, այսպես ասած, սոցիալիստական կարգերի հաստատումը վնասել, հա, եւ դրա համար իրենք այդպես որոշում կայացվեց, որ պետք է քաղաքական ոլորտում գնալով խստացնել։ Այդ ժամանակ Հայաստանում 21 թվին լուծարվեց սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը, այդպես հայտնի խոսակցական այդպես սպეციფիկներ անվանումով, Դաշնակցությունը 23 թվին ինքնալուծարվեց, Հնչակյան, այսինքն բոլոր կուսակցությունները լուծարվեցին, մնաց միայն բոլշևիկյան կուսակցությունը, բայց նաև այդ շրջանում սկսեց այդպես ասած մի քաղաքականություն իրականացվել, որը որ կոչվում է զտման քաղաքականություն։ Ես Երևան պետական համալսարանի արխիվ ֆոնդերի ուսումնասիրության ժամանակ շատ հետաքրքիր մի այդպես բաների հանդիպեցի, նամակների էի հանդիպում ուսանողներ, որոնք որ դիմում էին իրենց համալսարանից հեռացնելու այդ որոշմանը, որպեսզի իրենց վերականգնեն համալսարանում, եւ այնտեղ դիմում էին հիմնական կենտրոնական զտման զտիչ հանձնաժողովին։ Ինչ է կենտրոնական զտիչ հանձնաժողովը, դա մի հանձնաժողով է, որը ուսանողությանը զտում է, այդպես էլ գրված է, ըստ իրենց սոցիալական ծագման։ Այսինքն նեպի տարիներին արդեն խնդիր է դրված հստակ, որ պետք է օգտագործելով հին մտավորականությանը, որին իրենք համարում էին բուրժուական ծագմամբ, որովհետև ամեն ինչ, որպեսզի պարզ լինի մեր լսարանին, ասեմ, ամեն ինչ, ինչը որ անցյալից է գալիս եւ ինչ որ խիստ բանվորական ու չքավորական ծագում չուներ այդ մարդը, դրանք բոլորը բնութագրվում են որպես բուրժուական ծագմամբ։ Չէ, ներքին թշնամիներ էին, հականներ էին, այսինքն պետապնդման իրենցից պետք է զտել հասարակություն։ Տեսեք, շատ դաժան բառ է այդ զտել բառը, այդ զտելու քաղաքականություն իրականացրել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիան, երբ որ հասարակությունը զտում էին ոչ այսպես ասած մաքուրներից։ Բոլոր նրանք ովքեր որ ուրեմն երկու բան կար, կամ դա բանվորական դասակարգներ, որը Հայաստանում շատ քիչ էր, էլի կրկնում, եւ գյուղացիների չքավորները։ Եթե մարդը չքավոր չէր, նա զրկվում էր բոլոր իրավունքներից։ Այդ ժամանակ կար նաեւ Հայաստանում ձևակերպվեց հատուկ սոցիալական մի կարգավիճակ, որը կոչվում է ձայնազուրկ։ Ձայնազուրկը չուներ որևէ իրավունք, այդ թվում նաև կրթություն ստանալու իրավունք այդ ընտանիքի երեխաները։ Օրինակ համալսարանից բավականին շատ այդպես բաներ կան, այդ զտիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունները, երբ որ դուք կարդում եք, բանը
հիմնականում այնտեղ նաև ձայնազուտքներին են զտման ենթարկում, այսինքն մարդը ինչ-ինչ ձևով քննություն է տվել, հայտնվել է համալսարան, հետո իր սոցիալական ծագում ուսումնասիրել են, պարզվել է, որ այդ մարդը, ասենք, օրինակ ձայնազուտք է, ովքեր էին ձայնազուտքները, դրանք նախկին, այսպես ասած, ով քիչ թե շատ մի փոքր սեփականություններ ունեցել, այսպես կոչված բուրժուական կամ մանր բուրժուական, կամ ասենք եղել էր նախկինում զինվորականի ընտանիք էր, կամ ասենք հոգևորականի ընտանիք էր, այսինքն բոլոր այն սոցիալական դասերը, խավերը, որոնք չէին պատկանում չքավորական կամ բանվորական դասին, դրանք բոլորը ըստ էության համարվում էին զտելու ենթակա խավեր, որոնցից հասարակությանը պետք է զտել, բայց այստեղ ես ուզում եմ մի բան ասել, որը մարդկային բնավորության ու ինքնության փոփոխության վրա է հիմա դա է ես ուզում ընդգծել, որ դուք անցնեք դեպի ինքնության վրա, ինչպես է դա որովհետև մենք առանց այս նախաբանի չենք կարող, պետք է մի փոքր հասկանալ ինչ է տիրում, ինչ վիճակ է տիրում այդ ժամանակ, հա։ Եվ այդ զտի չանձնաժողովը, ես որ ասում զտելը շատ կարևոր բան է, որովհետև խնդիրը դրված փոխել ընդհանրապես եւ մտավորականությանը եւ հասարակության կազմը մաքրելու բոլոր այլ սոցիալական ծագում ունեցող մարդկանցից եւ տեսեք օրինակ համալսարանի այդ զտում էին այդ ուսանողներին այնտեղ նաև շատ հետաքրքիր մի բան հայտնվեց պրակտիկա մարդկային, որը հետո արմատավորվեց մեր հասարակության մեջ եւ ստալինիզմի ժամանակ դարձավ ամենօրյա պրակտիկա, դա մատնության պրակտիկան էր։ Ասենք նույն համալսարանի ուսանողների վերաբերյալ այսպիսի մի բան կար այդ արձանագրություններում, շատ կան տենց արձանագրություններ, բայց իմ մեջ տպավորվել է մեկը, ասում է այս ուսանողուհին բողոքում է, որ ինչ օրեր են բանը, ինքը ձայնազուրկի աղջիկը, բայց թաքուն է պահում, հայրը գալիս է իրեն տեսակցության, գիշերը թաքուն է հանդիպում հոր հետ, և ինքը ընկերուհուն բողոքում է, այս ինչ աշխարհ է, որ աղջիկը, որդին հորը, զավակը հորը թաքուն է հանդիպում են էլ գիշերով, բայց ընկերուհիները իրան մատնում են, և այս մատնության պրակտիկան դառնում է համ ապրելու ձև դիմակայելու, համ նաև շատ հետաքրքիր մի նոր պրակտիկա է հայտ գալիս ինքնությունը կեղծելու պրակտիկան։ Այդ շրջանի նյութերում դուք կտեսնեք, ասենք օրինակ տարբեր պատասխանատուների նույնպես պատժի են ենթարկում, ով որ տվել է սրան կամ նրան չքավորի վկայական։ Իդեպ ասեմ, չքավորի կոչումը հենց այնպես չէր, այսինքն մարդուն խոսքով չէին հավատում։ Տալիս էր, ասենք, եթե մարդը գյուղից էր, իսկ հիմնական էլի եմ կրկնում այդ շրջան մարդիկ գյուղական ծագում ունեին, գյուղական բնակավայրերից էին, գյուղ խորհրդի նախագահներն էին տա, կոլխոզի նախագահներն, չէ, կներեք, գյուղ խորհուրդ էր այդ ժամանակ, դեռ կոլխոզ չկար, գյուղ խորհրդի նախագահներն էին տալիս այդ վկայականները, եւ լինում է դեպքեր, որ ասենք դե գյուղա, չէ, իրար ճանաչում են, բարեկամ են, բան են, ուղղակի ինքը երկու կարող է կով ունի ավել մի երկու բան, բայց տալիս են իրան չքավոր, հետո պարզում է, որ խաբել են եւ այդ լուրջ պատիժներ են։ Այսինքն գնում է այդ ինքնությունը կեղծելու պրակտիկան արմատավորվում է, ունեցվածքը թաքցնելու եւ այստեղ մի քանի կարեւոր բան է տեղ ունենում։ Երբ որ նայում եք, նաեւ շատ կարեւոր է այստեղ, ես ինչի միշտ ֆոկուսում պահում Երևանի պետական համալսարանը, որովհետեւ միակ բուհն էր, որից հետո աշճանաբար տարանջատվեցին բժշկական ինստիտուտը, գյուղ ինստիտուտը, անասնաբուժականը, պոլիտեխնիկական ինստիտուտը, մինչև դա ժողտնտեսության ինստիտուտը, մինչև դա բոլորը եղել են համալսարանի, այսպես ասած, կազմում ֆակուլտետներ, հա։ Այնտեղ ինչ է ես ասում, որ պետք է խորհրդային միություն խնդիր է դրել պրոլետարական ծագում ունեցող կամ չքավորական ծագում ունեցող ուսանողություն ձևավորելու եւ դրանցից մտավորականություն ձևավորելու, որովհետեւ այդ համալսարանը նաեւ մտածելու կուլտուրայի մտածելու նոր մշակույթ ձևավորեց։ Բոլոր նրանց, էլի արխիվային նյութերին հղեմ, ասենք այնտեղ կհանդիպեք, որ ուսանողին հեռացնում են համալսարան, նրա համար բառացի եմ ցիտում այդ արձանագրությունից նիստի,
որ ինքը Կանտին ու Հեգելին համարում է ավելի մեծ մտածողներ, համարել է մեծ մտածողներ եւ չի նշել Մարքսի ու Լենինի անունները նրանց շարքում։ Մարդկության մեծ մտածող է համարել Կանտին ու Հեգելին։ Ու այդպես դասախոսի հեռացնում են էլի այդ տիպի բաներից։ Այսինքն սրանք ոչ թե ստալինիզմի շրջանի նյութեր են։ Սրանք հենց 25, 26, 27, այսինքն այդ նեպ կոչվածի 24 թվից կան այդ տիպի արձանագրություններ, նեպ կոչվածի շրջանի նյութեր են, որոնք որ աստիճանաբար գալիս են եւ հասնում են այդ կոլեկտիվացման շրջան, որը որ ինքը էլի ուղեկցվում է մշակութային տեսանկյունից մեկ այլ երևույթով, որը կոչվում է մշակութային հեղափոխություն կամ կուլտուրական շինարարություն։ Եվ այստեղ աղ խնդիրը դրվում է այդ նոր մարդու կառուցելուն, հա, այդ նոր մարդը վերջին հաշվով այս մշակութային հեղափոխություն մի կարևոր բան ուներ, որի մասին շատ լավ մի հոդված ունի իմ գոլեգաներից Յուլիա Անտոնյանը, խոսքը վերաբերվում է մի բաղադրիչ ունի կորենիզացիա կոչվող արմատավորում, հա, այսպես ասենք, որտեղ ձևակերպվեց այդ հիմնական կոնցեպցիան, ինչպիսին պետքա լինի նոր մարդը, ինքը պետքա լինի ձևով ազգային, բովանդակության պրոլետարական։ Հետագայում սա պրոլետարական դարձավ սոցիալիստական, ավելի ուշ, երբ որ սոցիալիզմը համարվեց կառուցված սովետական միություն, դա 36 թվականն երբ որ համարվեց սոցիալիզմը կառուցվել է։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ հենց այդ բովանդակությամբ պրոլետարական ձևով ազգայինը սկսում է փոխել ազգայինի բովանդակությունը։ Ուզում եմ ներողություն այստեղ կներեք առաջ մի անցեք, եթե կարելի է, կանգնենք այս ազգայինի ձևով ազգայինը, մի հատ բացեք։ Ասենք օրինակ, որտեղ Խորհրդային Միությունում ինչ է նշանակում ազգային։ Ասենք հասարակ բան, մեր էպոսը, չէ՞, Սասունցի Դավիթը։ Ովքեր որ սովորել են Խորհրդային Միության շրջանում դպրոցում, իրենք կհիշեն, որ Դավիթի մեջ կամ Սասնա մեր հերոսների մեջ, էպոսի հերոսների մեջ, որ հատկանիշներն էին առաջնային համարվում, չէ՞։ Ու ինչն էր այսպես առաջի պլան բերվում վերլուծական մակարդակում, դասագրքի մատուցման մակարդակում։ Մենք այնտեղ չենք սովորել, որ դա կարող է եւ հնդեվրոպական նախնական առասպելի էպիկական դրսևորումներ են, կամ անպրոպային աստծո, որ մեր հերոսները անպրոպային աստվածների էպիկական կերպարներ են, որովհետև մեր բոլոր հերոսները անպրոպային աստծո բան են, եւ այսինքն մենք չենք անցել դա առասպելաբանության տեսանկյունից, այլ մենք անցել ենք այն, որ անես տպասը, որ Դավիթը դա չքավոր տղա է, եւ ինքը Եվ հաջորդ ընդհանրապես չքավոր մի ժողովուրդ է, որովհետև ինքը այդ հարկահանները, որոնք որ գալիս օտար հարկահանները կեղեքում են, եւ գլխավոր բանը այս դասակարգային պայքարն է ըստ էության, հարկահանների եւ խեղճ կեղեքվող ժողովրդի։ Բայց իրականում, եթե մենք ասենք նայում ենք ովքեր էին Սասնա հերոսները, իրանք ազնվականներ էին, եթե այդպես մանա, որտեղ ունեն ազնվականական ծագում, ազնվացեղ ծագում նույնիսկ, չէ՞, որտեղ իրենք ոնց են, իրանք հերոսական ծագում ունեն, այսինքն իրենք սովորական մարդիկ չեն։ Եվ ուզում եմ ասել, սա մի օրինակ, եւ այսպես բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ պահպանվում է ձևը, բայց մեկնաբանությունը իրականացվում է հիմնականում այն արժեհամակարգի հիմքի վրա, որը որ խորհրդային բոլշևիկյան արժեհամակարգն է։ Իսկ խորհրդային բոլշևիկյան արժեհամակարգի հիմքում ընկած էր առաջին հերթին դասակարգային պայքարը։ Բոլշևիկը դա մի մարդ էր, ով որ լուսավոր ապագայի համար պատրաստ է զոհաբերել հազարավոր կյանքեր։ Եվ այստեղ գալիս է երկրորդ արժեքային բեկումը, այսինքն ոչ միայն իրավունքը չի կարևոր, տեսեք մենք օրինակներ, որ ես բերում եմ, այս զտման, չէ, թեմայով, ոտնահարվում է մարդու իրավունքները, մարդու իրավունք կոչվածը Խորհրդային Միությունում ոչինչ չարժեր, միայն իրավունք ուներ պրոլետարը, չքավորը, բայց մարդը իրավունք չուներ։ Դրա համար մարդուն կարող էին կյանքից զրկել պրոլետար կամ չքավոր չլինելու համար։ Այս մի բան, մարդը որպես արժեք, տեսեք, կարևոր շատ բազային խորքային փոփոխություն է, որ այսօր մեր կյանքում նկատելի է։ Երկրորդը, իրավունքը որպես արժեք, տեսեք, մենք երբ որ այսօր խոսում ենք մարդու իրավունքներից,
ինչ են ասում, չէ, ասում են այս բանը Եվրոպամետ, չգիտես ինչ, այս բանը, էլի, այդ հակա արևմտականությունը, որը որ խորհրդային շրջանում արմատավորվել էր, քանի որ արևմտական աշխարհը դա ազատական աշխարհն էր, բուրժուական աշխարհն էր եւ հակասովետական էր։ Այսինքն այս Թշնամական, պես մի անգամից իրենք եւ այստեղ շատ մի արմատական բան էլ կա, մտքի, մտածողության կուլտուրայի, մտածողության պրակտիկաների հետ կապված, տարբեր է որպես թշնամական դիտելու այս պրակտիկան, որը արմատավորվեց մեր մեջ եւ մինչեւ այսօր դա գործում է։ Մենք շատ անհանդուրժող ենք մեզանից տարբեր միտք ունեցողներ։ Դուք տեսեք այսօր ինչ է կատարվում, չէ՞։ Մենք այսօր որ խոսում ենք մեր հասարակության պարակտվածության եւ այլնի մասին, այդ պարակտվածությունը ինքը իրականում հասարակության պարակտվածությունը չի, այլ այդ պրակտիկան, որը որ խորհրդային միությունում արմատավորվել է մեր քաղաքական մտածողության մեջ, որովհետև խորհրդային միությունը փոխեց մեր քաղաքական մտածողությունը, դարձեց բոլշևիկյան։ Բոլշևիկյան քաղաքական մտածողությունը աշխարհը սև ու սպիտակ միայն սև ու սպիտակ նկարագրող բանն է, որտեղ սպիտակը մենք ենք, յուրայինները, սևը թշնամիներն են, որոնց պետք է ոչնչացնել։ Դուք եթե նայում եք, մի կարևոր բան էլ ասեմ, 20-ական թվականներին ձևավորվեց բոլշևիկյան ժարգոնը, խոսվածքը, որը հետո կուսակցական ժարգոնից դարձավ մտավորական լեզու, գիտական եւ մտավորական լեզու եւ մամուլի լեզու։ Ասենք օրինակ ես հիշում եմ 80-ական թվականներին ես սովորում էի պատմության ֆակուլտետում, մենք ունեինք ՍՄԿԿ-ի դասախոս, այն ժամանակ Սովետական միության կոմունիստական կուսակցության պատմության առարկա կար։ Եվ այդ դասախոսը իր ամենասիրած թևավոր խոսքն էր, որ բանը, մենք էլ դրա վրա հումոր էինք անում, բայց այդ ընդունված էր մերկացնել ֆիզիկապես մերկացնել, չէ՞, այդ գաղափարականապես մերկացնել էր կոչվում։ Ինքը մի անգամ սենց Լենինը մերկացրեց Ռոզա Լյուքսեմբուրգին եւ դեմ տվեց պատին։ Հա, այդ մեր դարձել է ֆոլկլոր ուսանողական, բայց դա ոչնչացնելուն էր վերաբերվում։ Այսինքն արդեն 24 թվականներից կուսակցական, ներկուսակցական պայքարը գնում էր այլ կերպ մտածողներին ոչնչացնելու, վերացնելու ճանապարհով։ Եվ արդեն 29 թվին, երբ որ դուրս եկա ոչնչացրեցին Տրոցկուն, հետո Զինովիևին եւ Կամենյովին։ Իհարկե Տրոցկուն սպանեցին 34 թվին, բայց ըստ էության իրեն որպես գաղափարական հակառակորդ ոչնչացրեցին արդեն 24-25 թվերին։ Եվ որովհետեւ արդեն 25 թվին Տրոցկիստն էր անվան տակ բավականին նաեւ սովորական մարդկանց, ուսանողների, դասախոսների էին արդեն դատապարտում, հա, առօրյա խոսակցության մեջ, հա։ Կամենյովին, Զինովիևին 20-26 թվերին ոչնչացրեց, հետո 29 թվին վերջին մոհիկանը Բուխարինն էր, որին աճականության համար ոչնչացրեցին։ Ինչ էր աճականությունը, ինքը դեմ էր կոլեկտիվիզացիային, այսինքն դեմ էր, որպեսզի ամբողջությամբ սեփականությունը մարդկանց ձեռքից վերցնեին եւ պետականացնեին, հա։ Ինչ եմ ես ասում, որովհետեւ այս մտածողական պրակտիկան այլա խորությունը, այլ կետ մտածողին դիտել որպես այսպես պատին համելու ողերին թշնամի, մենք այսօր էլ ենք տեսնում։ Տեսեք, ասենք, շատ հետաքրքիր է, ես ինձնից բերեմ օրինակ, ծիծաղելի աստիճան հետաքրքիր է ու ողբալի, լինում է դեպքեր, որ ես ասենք օրինակ գտնում եմ, որ ընդունել է իմ համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այսքան էլեմենտը, հա, եւ դա այս տարբեր լրագրողների եւ հարցազրույցների ժամանակ խոսում եմ, ես դրական եմ գնահատում։ Եվ այդ ժամանակ այդ նայում եմ կոմենտների բաժնում հայտնում են մարդիկ կան այդ հակափաշինյանականներ, որոնք որ այդ ժամանակ ինձ սկսում են շատ այդպես վերջին խոսքերով դատապարտել, հա։ Հետո իմ նախավերջին հարցազրույցներից մեկում էր, որ ես քննադատորեն խոսեցի Նիկոլ Փաշինյանի մասին եւ էլի այնտեղ էլ հայտնվում են այս անգամ արդեն Փաշինյանական ճամբարից, հա, էլի մարդիկ ովքեր որ էլի այդ վերջին բառերով ինձ պիտակավորումներ են գրում այդ կոմենտների տակ, հա, ու սա
ես ինչ եմ բերում հենց ինձ, որովհետև ես որևէ ճամբարում չկամ, բայց ժամանակ առ ժամանակ կամ են, ասենք, նայում որ քայլնա ընդունելի եւ որը քննադատել եւ քննադատում եմ, հա, ասենք, ես քննադատել եմ եկեղեցու հետ կապված Փաշինյանի գործողությունների որոշ դրվագներ, եւ դրա համար տեսեք, երբ որ ես տարբեր կարծիք եմ հայտնում, այս բոլշևիկյան բանը մոտեցումը մեր հասարակության մեջ նստած միանգամից ի հայտ է գալիս քաղաքական մտածողության այն ձևակերպումը, եթե ինձ հետ չես, ուրեմն իմ թշնամին ես, դա փաստորեն եկել հասել է մեզ մոտ։ Եթե ինձ նման չես մտածում, եթե այնպեսին չես, ինչպեսին ես եմ, այդ տիպի ձևակերպում եղավ նաև ես հիշում եմ Ղարաբաղյան շահառուժի ժամանակ, այդ ձևակերպումն էլ ներկայացրեցի։ Մեր ժամանակակից ձևակերպումը հենց դա է։ Եթե դու իմ թիմից չես, եթե դու իմ թևից չես, ուրեմն դու թշնամի ես։ Այդ սերունդի մտածողությունը քաղաքական հենց այդ այլ կերպ տարբերը մերժելու եւ ոչնչացնելու աստիճան մերժելու այս պրակտիկան է, այսինքն ինչ եմ ես սրանք եւ ներողություն այստեղ էլ հիշեցնեմ ձեր մի քիչ ավելի վաղ ասած, մենք ընդգծեցինք այդ հատվածը, երբ որ դուք ասացիք ինքնությունը կեղծելու ունեցվածքը թաքցնելու եւ դա բերեց հասցրեց նրան, որ այն մարդիկ ովքեր եկան եւ պաշտոն ստացան, նրանք չարաշահեցին փաստորեն։ Դա էլ խորհրդային միությունից եկած ժառանգության, հա, համաձայն եք։ Այո, մենք ունենք շատ հետաքրքիր մի պատմաբան Ժամհարյանը, որը գրել է հենց բյուրոկրատիայի, խորհրդային բյուրոկրատիայի թեմայով մի լավ գիրք, որի գլուխներից մեկը նվիրված է բյուրոկրատիային, ինչպես է այդ բյուրոկրատիան ձևավորվում, որտեղ խորհրդային միությունը մերժեց բյուրոկրատիան, որտեղ դա համարն է բուրժուական մնացուկ, բայց հետո ձևավորվեց խորհրդային բյուրոկրատիա, որտեղ բազմաթիվ են այդ ինքնությունը կեղծելու ձևերը։ Իդեպ ասեմ ձեզ, երբ որ իմ իսկ հետազոտության այսպես եզրակացություններից մեկը այն է, որ երկու խոշոր խումբ կարելի է առանձնացնել խորհրդային էլիտաներում։ Մեկը իրականում խորապես համոզմունքի տեր կուսակցականներն էին, բոլշևիկները, որոնք իրոք համոզմունքի տեր մարդիկ էին։ Իրենք իհարկե իրենց համոզմունքները մենք կարող ենք համարել դատապարտել, որտեղ այդ համոզմունքներից մեկն էլ էր, որ կարելի է ինչքան պետք է մարդ սպանել, որ հետո փայլուն ապագա լինի եւ այսպես լիքը բացասական բաներ, բայց իրենք համոզմունքով էին դրա կրողը։ Բայց կային նաեւ արդեն հենց 21 թվականին բազմաթիվ են դեպքեր, երբ որ հայտնվում են մարդիկ, ովքեր որ մտնում են կեղծ կերպով մտնում են այդ համոզմունքների տակ եւ սկսում են այդ ռետորաբանությունը օգտագործել, այդ լեզուն օգտագործել, որովհետեւ իրենք սոցիալական եւ քաղաքական առաջընթացի հնարավորություն ստանան եւ տարբեր պաշտոններ են սկսում զբաղեցնել եւ նաեւ շատ են օրինակ այդպիսի վկայություններ էլի արխիվային նյութերում եւ նաեւ այդ հետազոտություններում նշածս նաեւ հետաքրքիր հետազոտությունի Հովհաննիսյան ինստիտուտի գիտաշխատողի Իննա Շահնազարյանը նույնպես լավ աշխատանքներ ունի գրած այս թեմաներով եւ կան ահագին այդպիսի եւ վերլուծական եզրակացություններ եւ արխիվային վկայություններ եւ նույնիսկ մամուլում կա այդ ժամանակաշրջանի վկայություններ, թե ինչպես են մարդիկ կեղծելով իրենց սոցիալական ինքնությունը եւ քաղաքական իրենց համոզմունքները եւ ընդհանրապես իրենց արժեքները մտնում այդ կուսակցականի բոլշևիկի կերպարի տակ եւ պաշտոններ սկսում զբաղեցնել եւ հետագայում շատ հետաքրքիր է, որ այս կեղծ ինքնություն ունեցողները իդեպ սրանց շատ փայլուն վերլուծություն նվիրված նաեւ այս ժամանակաշրջանը լավագույնս հետազոտած գիտնականներից մեկը Շեյլա Ֆիցպատրիկը, որը շատ լավ աշխատանքներ ունի, մի քանի շատ լավ աշխատանք, որը որ հենց այդ մասկան դիմակի ինչպես են մարդիկ այդ դիմակը կրում կոմունիստի եւ ինչպես է այդ դիմակ կրողների թիվը սկսում հասարակությունում հենց մշակութային հեղափոխության շրջանում սկսում է աճել, հա, այդ նոր մարդու ձևավորման։ Եվ վերջին հաշվով, եթե փորձենք այսպես ամփոփել ով է այդ նոր մարդը, ըստ էության 29-32 թվականներին
Խորհրդային Միություն հաջողում է ձևավորել մարդու մի այսպիսի մտածողություն, տեսակ, որը ունի հատուկ մտածողություն, որի համար մարդը եթե յուրային չի, արժեք չի, որը սոցիալական ինքնության հիմքի վրա ընդհանրապես ունի այդ ստացիան ֆաշիստական հայացքներ, այսինքն հասարակությանը մեջ բոլոր այլ սոցիալական ծագում ունեցող այլ խմբերին պատկանողներին խտրականության ենթարկելու եւ զտելու, մաքրելու ձևավորվեց այդ մաքուր եւ կեղտոտ, այս հասկացությունները, նաեւ այդ ձևավորվեց ժարգոնը, այդ ժամանակվա այդ մարդուն բնորոշ, որ բոլշևիկյան ժարգոնից անցավ առօրյա խոսակցական կյանք, եւ այդ նոր մարդու բնորոշ հիմնական հատկանիշներից մեկը դա ազատ մտածելու եւ տարբեր մտածելու հանդեպ ատելությունն է։ Մի բան, որ ցավոք սրտի մենք դա դրսևորումները եւ նշածը շատ անգամ վախ ազատ մտածելու։ Այո, մարդը իրեն թույլ չի տալիս ազատ մտածել, հա երևի։ Նայեք, այդտեղ դուք որ հիմա այդ նշեցիք, ես մի բանի մասին եմ ստիպված խոսել, ուղղակի ժամանակ մտածում էի սուղը, բայց մի երկու բառ ասեմ։ Պարոն Թադևոսյան, 1 վայրկյան եթե կարելի է ընդհատվենք գովազդի, որտեղ ինձ հուշում են, որ գովազդի պահն է, եւ հետո անպայման շարունակենք, որտեղ շատ հետաքրքիր տեղ ենք եկել հասել։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, կշարունակենք մեր զրույցը Ղասե Թադևոսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Թադևոսյանի հետ ենք զրուցում, ազգագրագետ, մշակութային մարդաբան, եւ այսպես մենք հասանք այն կետին, որ այս ամենը
այս նոր մարդու ձևավորված նոր մարդը ինքը վախենում էր իր անգամ կարծիք ունենալ, իսկ եթե ուներ կարծիք, թաքցնել եւ արտահայտել այդ կարծիքը եւ մենք այդ ամբողջը նայում ենք այսօր ինչ է մնացել մեր մեջ եւ այդ վախերը, այդ բոլոր խնդիրները արդյոք մենք դեռ շարունակում ենք կրողը լինել այն ժամանակվա 20-ից 30-ականների նոր մարդը շարունակում ենք այսօր մնալ։ Այդ շատ հետաքրքիր դիտարկում եք անում, շարունակելով այդ դիտարկումը ասեմ, որ ոչ միայն մարդը վախենում է արտահայտվել, այլ վախենում է մտածել, որովհետև այդ մտածելու արդյունքում հնարավոր է, որ ինքը սխալ մտածել ու շատ այդպես պատահաբար իր գլխի մեջի միտքը հանկարծ ինչ-որ ձև որսվել, եւ որովհետև ինչի է դա այդ աստիճանի վախենալու, որովհետև դրանից պատճառով մարդը կարող է կորցնել ամեն ինչ, կարող է իր կյանքում տեղ ունենալու հնարավորությունը կորցնել, կարող է նույնիսկ կյանքը կորցնել։ Եվ ընտանիքի անդամներին, եւ այդտեղ երկու բան ես հիմա կուզեի նաեւ առանձնացնել, մեկը այն, որ այդ խոսալը, ընդհանրապես խոսքը փոխարինվեց սպիտակավորմամբ այդ շրջանում, ինչ նկատի ունեմ, խոսքը սովորաբար դա բանն է, բառերի, չէ, միջոցով միտքն է արտահայտում մարդը, իսկ միտքը դա վերաբերվում է ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը առաջանում է, երբ որ մարդը մտածում է ինքնուրույնորեն, ունի վերլուծելու կարծիք ձևավորելու այդ մտածողական process-ը ունենում, չէ, այսինքն դա այդ քննադատական մտածողությունն է, բայց ոչ թե այն քննադատությունը, ինչ որ բոլշևիկները նկատի ունեին, հա, այդ պատին գամելու, այլ վերլուծական մտածողությունն է, չէ, ազատ մտածելու այդ կուլտուրան, խորհրդային այս տարիներին մտածելու այդ կուլտուրան կրողները աստիճանաբար զտվեցին հասարակությունից, մեկ, երկրորդ զտվեց մտածելու այդ ձևը, այսինքն չկային տարբեր ճշմարտություններ եւ հնարավոր չէ որ լինեին ճշմարտություններ եւ ամենակարևորը սա սովետական մոդեռնիզմի դեպ առանձնահատկությունն է մարդը չէր կարող որևէ մի մարդ ինքը ճշմարտության հասնել ինքնուրույն ճշմարտությունը խորհրդային կարգերում հասարակությունում եւ հատկապես այդ տարիներին արմատավորվեց այն մոտեցում որ ճշմարտություն դա միայն տրվում է մարդուն եւ տրվում է կուսակցական վերնախավերի կողմից միայն մտածել գիտեն կարող են մտածել կուսակցության վերնախավում իսկ արդեն այդ նշածս ներկուսակցական պայքարի տարիներին արդեն 27-28 թվերին մտածել կարող էր մենակ մի մարդ դա Ստալինն էր եւ խոսք կարող էր ասել մենակ մի մարդ կարծիք կարող էր ունենալ մի մարդ դա Ստալինն էր մնացած բոլորին կարծիք ունենալու համար հեռացրեցին կուսակցությունից ակսորեցին գնդակահարում ինакомыслие այո դա արդեն ստալինիզմի շրջանում բայց կարծիք ունենալու համար դատապարտելը արդեն խորհրդային միության ամենավաղ տարիներից սկսեց արմատավորվել այսինքն այս խորհրդային արդիականության առանձնահատկությունը աշխարհի այսպես ասած մյուս մասի արդիականությունից մոդեռնիզմից այն է որ ճշմարտությունը դա ազատագրվեց կրոնից տեսեք խորհրդային միությունը կրոնից ազատեց եւ այդ մշակութային հեղափոխության խնդիրներից մեկն էլ այդ ապակրոնականացումն է դեռ խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներից բայց եթե ազատական աշխարհում բանը կրոնական ճշմարտությունների հաղթահարումը հնարավորություն տվեց ցանկացած մարդու ճշմարիտ կարծիք ունենալու համար մրցակցել ազատ բանավեճի եւ ռացիոնալ բանավեճի միջոցով մյուսի հետ դա այդտեղից ձևավորվեց այդ մրցակցային քաղաքական կուլտուրան, չէ՞։ Ապա խորհրդային միությունում կարծիքը չէ ձևավորվում ազատ բանավեճի միջոցով, կարծիք կարող էր ունենալ միայն կուսակցությունը։ Մնացած բոլորը կարծիք չէին կարող ունենալ, ընդհանրապես պատժվում էր մտածել եւ այս իրավիճակ է, տեսեք հատուկ շեշտեցի, որ խոսալու եւ խոսք արտահայտելու փոխարեն
ներմուծվեց այդ բոլշևիկյան ժարգոնի միջոցով պիտակավորման կուլտուրան։ Իսկ պիտակավորումը դա չի պահանջում մտածել, դա չի պահանջում սեփական մտահայեցողական գործողության միջոցով հասնել ինչ որ մի հարցի ճշմարիտ կամ սխալ լինելու այս դատողությանը։ Դա պահանջում է ընդամենը մի բան՝ ընդունել մի որևէ հայտարարված ճշմարտություն եւ այդ ճշմարտության դիրքից ցանկացած մեկին, ով որ այդ ճշմարտության հետ որևէ ձև չի առնչվում, իրեն պիտակավորել որպես թշնամի, որպես այլախոհ, որպես դատապարտման ենթակա, որպես հակա, որպես վերջին հաշվով որպես ոչնչացման ենթակա, հա։ Հիմա բայց մյուս հետաքրքիր փոփոխությունը, որը վերաբերվում է մեր արդեն ազգային կյանքի համակեցության մշակույթին, խոսքս հարևանական եւ ազգակցական համայնքներն է, որովհետեւ գյուղական համայնքները ապրում էին մեր հարևանական կամ մեծ ազգակցական համայնքներով, ազգայունակիցների համայնքները, չէ՞, ասենք գյուղերում այդ կար Առաքելոնց թաղ, չգիտես, Մյուսոնց թաղ, իրենք բարեկամների մեծ համայնքներ էին։ Հիմա ինչ տեղի ունեցավ այս պիտակավորման, այլ կարծիք ունենալու եւ այս նշածս այդ նոր մարդու ձևավորման process-ում եւ այդ վախը, մտածելու վախի մասին մարդիկ սկսեցին վախենալ մտածել նույնիսկ ընտանիքում եւ արտահայտվել նույնիսկ ընտանիքում, որովհետեւ խորհրդային միությունում Հայաստանում արխիվային հենց նշածս այդ փաստաթղթերում շատ կան նյութեր, շատ ուղղակի չեք պատկերացնում մատնության մասին։ Երբ որ նախ ինչպես են մարդկանց տանում դեպի այդ մատնություն։ Առաջի փուլը այդ պրակտիկան մարդկանց մեջ մտցնելն է, ներարկելն է, հա, եւ ես հատուկ եմ շեշտում ԵՊՀ-ն, որովհետեւ այդտեղ ձևավորվում էր այդ մտավորականությունը, ով որ հետագայում ազդում էր հասարակության մնացած խավերի մեջ եւ մտածելու եւ գործելու վարքագծային պրակտիկաների ձևավորման, որտեղ մտավորականությունը 34 թվականից խորհրդային միությունը դեռ 32 թվականից հայտարարվեց, որ միայն տարբեր, այսպես ասած, ստեղծագործական կոլեկտիվներ չէին կարող։ Եթե մինչև 32 թիվը գրողներ ունեին մի քանի միավորումներ, ապա 32 թվից մենակ գրողների մեկ միություն թույլատրվեց լինի, հա, եւ 34 թվին գրողների միության համագումարում սոցիալիստական ռեալիզմը հայտարարվեց միակ ճշմարիտ ստեղծագործական ձևը, որ մտավորականը կարող է ունենալ, եւ այս տարածվեց մնացած բոլոր ոլորտների վրա։ Ինչի՞ եմ ես սա ասում, որովհետեւ այդ նյութերի մեջ դուք հանդիպում եք հենց համալսարանի այդ նոր մտավորականության, պրոլետ մտավորականության, պրոլետ ուսանողության, հա, կյանքում դուք տեսնում եք թե ինչպես են ուսանողին դաստիարակում, իրեն հեռացնում են համալսարանից, որովհետև ինքը գրված է հարաբերություններ ունի իր տրոցկիստ եղբոր հետ, ինքը հարաբերություններ ունի իր ձայնազուրկ հոր հետ, որը որ մի հատ խանութ ունի պարզվում է, որովհետև ինքը չի մատնել իր հորը, դա համարվում է դատապարտել, աստիճանաբար սկսում է այս ճնշման տակ ձևավորվել այդ նոր պրակտիկաներ եւ մատնության պրակտիկաները, որովհետեւ մարդիկ են լինում, որոնք որ իրենց անձնական բարեկեցության համար նաեւ գնում են այդ ճնշումներին, այսինքն նույնիսկ ընտանիքի ներսում գնում են մատնությունների։ Էլ չեմ ասում գյուղական արդեն հարևանական համայնքներում ինչ աստիճան խորանում է այս պրակտիկաները, սրանք հասկանում եք այդպես մակերեսային բաներ չեն, սրանք շատ խորքային բաներ են, հոգեբանական բաներ են, այո, որոնք դրանք ձևավորում են հոգեբանության, այսպես ասած արժե համակարգային, այսպես հենասյուները, հա։ Պարոն Թադևոսյան, այժմ ցավոք սրտի մեր եթերաժամը ավարտվեց, բայց զրույցը այս թեմայի շուրջ ես չէի ուզենա ավարտված համարել, որովհետև մենք այս ախտորոշումը կամ այդ նկարագրությունը, որ դուք ներկայացրեցիք, սա իգիտություն առնելով, մենք երևի թե նորից մեր հայացքը ուղենք այսօրվա մեր իրողություններին եւ փորձենք տեսնել, թե ինչպես հաղթահարել, ինչպես ճեղքել, ինչպես դուրս գալ այդ գաղափարներից, որոնք ձևավորվել են խորհրդային միության հաղթանակից հետո Հայաստանում։
Երևի թե այդպես։ Համաձայն ենք։ Այո։ Շնորհակալ կլինեմ, ես էլի ձեզ հետ կկապվեմ, երբ որ ազատ կլինեք։ Մեծ սիրով կշարունակենք հենց այս կետից, որ կետի վրա որ կանգնեցինք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ եւ թող խաղաղություն լինի։